Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները առաջիկայում թվայնացվելու են։ Հերթագրման համակարգում հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով հոկտեմբերի 6-ից Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը նախագործարկելու է քաղաքացիության նոր համակարգը։ Հոկտեմբերի 6-ից սկսած դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել, հարթակում ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կկարողանան ազգային վարորդական վկայականով անարգելի արտևեկել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ Էմիրությունների փոխվարչապետ ներքին գործերի նախարար Շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանի միջև հուշագիր է ստորագրվել։ Քննարկման առարկա են դարձել նաեւ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերը։ Կողմերը պայմանավորվել են պատվիրակությունների փոխադարձ այցեր կազմակերպել եւ դրանց հիման վրա համագործակցության օրակարգ մշակել։ Հաստատվել է ԵԱՏՄ-ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման եւ շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին համաձայնագիրը, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը եւ շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների կողմից ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում ցուցակված եւ շրջանառվող բարձր որակի արժեթղթեր առանց իրենց բորսան լքելու եւ առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 29-ի համեմատ նվազել է 10 սանտիմետրով։ Ինչպես տեղեկանում ենք շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից, 2025-ի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ Նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 62 սանտիմետր նիշի դիմաց։ Այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերի 29-ն ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է բաց թողնվել 101 միլիոն 10 հազար խորանարդ մետր ջուր։ Հարավային Կորեայի Հանրապետությունը խորհրդակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ օգտագործված միջուկային վառելիքի ինքնուրույն վերամշակման եւ այն ավելի բարձր մակարդակի հարստացման իրավունքների ստացման շուրջ։ Այդ թեման քննարկվում է մաքսատուրքերի շուրջ գործարքի եւ ամերիկյան զորակազմի պահման ծախսերում Սեուլի մասնաբաժնի ավելացման հետ մեկտեղ։ Այդ դրույթները կարող են լինել փաթեթային համաձայնագրի մաս, բայց Սեուլում պատրաստ են համաձայնության գալ յուրաքանչյուր հարցի շուրջ առանձին։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին կես տրիլիոնատերը։ Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավարի X սոցիալական ցանցի եւ Neuralink-ի նյարդատեխնոլոգիական ընկերության սեփականատիրոջ կարողությունը հասել է $500 միլիարդ Tesla-ի բաժնետոմսերի գնի աճից հետո։ Մասկը զբաղեցնում է առաջին տեղը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում։ Նրան հաջորդում են Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնը եւ Meta կորպորացիայի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Եվրահանձնաժողովը հաստատել է գործարքը, որի շրջանակում իտալական նորաձևության տուն Պրադան ձեռք է բերում Versace բրենդը Capri Holdings ընկերությունից։ Գործարքի մասին հայտարարվել էր ապրիլին, իսկ դրա ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա երկրորդ կեսին։ Versace-ի գնահատված արժեքը կազմել է $1 միլիարդ 375 միլիոն։ Capri Holdings-ը ձեռք էր բերել Versace-ն 2018 թվականին 1.8 միլիարդ եվրոյով։ Ամերիկյան սպորտային ապրանքներ արտադրող Nike ընկերությունը առաջին ֆինանսական եռամսյակում գրանցել է մաքուր շահույթի անկում, սակայն եկամուտն աճել է գերազանցելով շուկայի կանխատեսումները։ Ընկերության հաղորդագրության համաձայն եռամսյակի մաքուր շահույթը կազմել է $727 միլիոն, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի $1.5 միլիարդ փոխարեն։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է, հասնելով 49 ցենտի, նախորդ տարվա 70 ցենտի փոխարեն։
2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի համակարգի սահմանափակումները։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կառավարությունում արձանագրեց, որ այդ սահմանափակումները ի լրում են պատմական դինամիկայի, բերել են մի իրավիճակի, որ շահառուների թվաքանակը կտրուկ ավելացել է, հատկապես 2024 թվականի վերջին, երբ պետական բյուջեն արդեն ընդունված էր։ 24 թվականին մոտ 50,000 շահառու ենք ունեցել, այս տարի արդեն 62,000, այսինքն 12,000-ով շահառուների թվականակը աճել է, եւ շահառուների թվականակի աճով պայմանավորված տարվա ընթացքում անհրաժեշտություն է եղել միջերամսյակային վերաբաշխումներ անել գումարների, մասնավորապես 25 թվականի բյուջեով 84 միլիարդ ենք նախատեսած եղել, եւ այդ 84 միլիարդից արդեն հունվար-սեպտեմբեր ամիսներին 70 միլիարդ ծախսել ենք։ Հիմա այս միտումները հաշվի առնելով ՊԵԿ-ն առաջարկում է եւս 12.6 միլիարդ դրամով ավելացնել տարեկան ծրագիրը, որը առաջարկվում է կատարել պետական բյուջեի առանձին ծրագրի խնայողությունների հաշվին։ Դրա արդյունքում տարվա վերջում ծրագրի բյուջեն կհասնի 97 միլիարդ դրամի։ Այսքան ծավալ կառուցապատման ոլորտում ստվերից դուրս է եկել։ Ոլորտը էապես խթանված է, երևի թե միակ ոլորտն է, որ այս պահին բավական բարձր աճեր ունի, եթե օրինակ հունվար-օգոստոսով նայենք, շինարարությունը 20%-ով աճում է, եւ մեր հարկային վճարումների մեջ եթե նայենք, այսինքն հարկային մուտքերի մեջ եթե նայենք, ինքը առանցքային ոլորտներից է, խոշոր հարկ վճարող։ Կառավարության նիստին օրակարգային հարցով ներկայացավ նաև էկոնոմիկայի նախարարությունը, այս անգամ թեման ջերմոցների կառուցման ծրագրի փոփոխությունն է։ Սույն նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակենք ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարի տվյալներով այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով են ավելի քան 300 հեկտարը։ Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը ջերմոցների եւ ջերմատների արտադրանք է։ Սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 136,000 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել, մասնավորապես 1000 տոննա լոլիկ ենք ավել արտահանել անցած տարվա համեմատ 8% աճը, 4500 տոննա պղպեղ ենք ավել արտահանել 59% աճը, սմբուկը ուրեմն 800 տոննա ենք ավել արտահանել 80% աճը։ Պապոյանը նշեց, արտահանման աճի դինամիկա են ցույց տվել նաև մրգերն ու ծաղիկները։ Կառավարությունը հավանություն տվեց նաև Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրմանը։ Ըստ այդմ Գերմանիայի կառավարությունը 4 ծրագրի իրականացման համար Հայաստանին կտրամադրի 15.6 միլիոն եվրո արժեքով դրամաշնորհային օժանդակություն։ Ձեզ ենք ներկայացնում սույն համաձայնագիրը, որով նախատեսվում է հետևյալ օժանդակությունը։ Սա գրանտային օժանդակություն է, վարկային միջոցներ չեն։ Մասնավոր տնտեսության զարգացում եւ նախնական եւ միջին մասնագիտական կրթություն Հայաստանում մինչեւ 6.1 միլիոն եվրո։ Կենսակայուն էներգետիկա հանուն Հայաստանի համայնքների կլիմայադիմացկուն զարգացմանը մինչև 6.1 միլիոն եվրո, Հայաստանի համայնքների ինտեգրված զարգացում մինչև 3.1 միլիոն եվրո, ուսումնասիրությունների եւ մասնագետների հայաստանյան ֆոնդեր մինչև 0.3 միլիոն եվրո։ Նախագիծը հաստատվեց, որը ըստ էկոնոմիկայի նախարարի բխում է կառավարության ծրագրի 5-1 կետից, այն է Հայաստանի Հանրապետության արտահանման ռազմավարության եւ կից ճանապարհային քարտեզի մշակում եւ իրականացում։
Գրքի փառատոնը 2025 թվականին ընդլայնել է աշխարհագրությունը այցելելով մարզեր։ Հոկտեմբերի 4-ին փառատոնը գնում է Կապան։ Կեսօրից մինչև ժամը 20-ը կգործի գրքի ցուցահանդես տոնավաճառ, որին կմասնակցեն 15-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ, իրենց հրատարակություններն առաջարկելով 20-ից 50% զեղչով։ Սեպտեմբերի 5-ից 7-ը տեղի ունեցած գրքի Երևանյան միջազգային 8-րդ փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ ու կրթամշակութային հաստատություններ։ Փառատոնն ունեցել է 40,000-ից ավելի այցելու, 18,000-ից ավելի վաճառված գիրք, 3 օրերին տեղի են ունեցել 50-ից ավելի միջոցառումներ։